Խրիպսի մեջ Ջերբեջան։ Պարոն Փաշինյան, սա ձեր գրառումն է, որով նախատում եք պաշտոնատար անձանց, որոնք կարմիր լույսի չեն անցնում, ու մեզ այն ժամանակ կանգնում կարմիր լույսի չեն կանգնում, համաձայն։ Ու մեզ այն ժամանակ ասում եք, որ ես կանգնում եմ կարմիր լույսի տակ, որովհետև ուզում եմ ցույց տալ, որ ես ձեզանից մեկն եմ։ Բայց հիմա ի՞նչ եք կանգնում կարմիր լույսի տակ։ Հիմա ուզում եք ասել, որ արդեն շուրջը եք, մեզանից մեկը չէ։ Ինչի համար է սա հիշեցնում, որովհետև նախորդ շեպազրույցին դրավորումներին ասում եք, որ ես ինչ ասել եմ, ապացուցել եմ, բայց բազմաթիվ օրինակներ կարող եք բերել, որ դուք ասել եք մի բան ու լրիվ հակառակ բան եք արել։ Պատավատապետություն, կարմիր գծեր, արագաչափեր, պատժանողապետություն, տուգանքներ, փոշակներ, հազար ու մի բան կարող եք ստանալ։ Դուք մեզ ասում եք, որ նախկին Ստոր Պաշտոնյաները հանրակրթությունը ներքաշում են քաղաքականության մեջ, իսկ արմատախիլ են անել դա։ Բայց ձեր քարոզարշավի հանրակրթությունը ավտոբուսներով, գազերներով վերմաներ ենթարկվում ձեր առաջ, ընդ որում Բերքարատի կերպարվեստի տեխնոլոգիայի դասավորը մեզ ասում է, վերասել չեք արել, իսկ ապել թվում է, որովհետև եկել եք մեր արևիկն։ Դուք արմատախիլ չեք արել դա, որովհետև այս անգամ արևը Կրիստինա եւ բնական բոլոր երեխեքները դուք եք։ Եվ կան բաներ, որոնք դուք ասել եք, բայց եթե հիմա կներեք հատրջանակ բանի ձեր ճակատին, դուք նույնը չեք կրկնի, ինչ է որ դին, ես հասկանում եմ, որ կյանքը փոխվել է, բայց օրինակ դուք մեզ ասել եք սա։ Ինչ է կարողացած դրել։ Չեմ հասցնում այդ դերեմ այդ ինչ։ Ադրբեջանական դրոսակախումբերի մասին։ Հա, ինչ։ Լսում եմ, ուզում եմ հասկանամ ինչ եք ուզում ասեք եւ Այստեղ ասում եք, որ ադրբեջանական դրոսակախումբերի նպատակը մեզ բնաջնջելն, արձեղասպաներն, դրանից ոչ չի որ Արցախով գավառարվելն են եւ կշտանալվեն։ Հիմա մեզ դրի հակառակն են ասում, մեզ ասում եք, որ նրանք խաղաղություն են ուզում, նրանք ուզում են համոզել խաղաղություն են։ Դուք ձեր որ ասացում եք այն ասացին, թե այս ասացին։ Եվ ունի հաջող հարցներ։ Դե չեղավ, տենց ասնիվ չի, տենց ասենք կես ժամ հարց եք տալիս, ես հիմա ոնց եմ պատասխանելու։ Ջերբեջան, ես շապակեմ։ Դե կրծքանշանի հետ կապված 2023-ին դուք այդ կրծքանշանի չափսերով կադաստրի վկայական եք ընդունում, ասում եք Հայաստանի Հանրապետությունը չունի կադաստրի վկայական եւ քանի որ չունենք թուղթը, ցանկացած պետություն կարող է գալ ոչ պետություններ կամ մեզ ասել վերջել հավաքի թե դուրս եկեք այստեղից, պիտի անեք ցույց տանք կադաստրի վկայականը։ Հիմա հարց գտել եք այդ կադաստրի վկայականը ի վերջո կա թե չէ, թե հետո կարող եք արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ ինքնական շինությունա ու կարող եք հանվել նայել։ Շնորհակալ։ Զարմանալի է, գիտեք ոնց որ Հայաստանի Հանրապետությունում չեք եղել այդ բանից հետո, ասենք ուրիշ տեղ եք եղել, նոր եք եկել։ Չեք լսել։ Չէ, չեք լսել, որ խաղաղության համաձայնագիրը նախ ստորագրվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել եւ երկու երկրներում վավերացրել եւ երկու երկրներում ունի պարտադիր իրավական ուժ։ Այո, հետա։ Բայց չէ Մենք ենք մեր կադաստրի թուղթ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման մասին է։ Եվ այդ ժամանակ երբ որ ես խոսում եմ Հայաստանը ոչնչացնելու մտադրության մասին, այո, ես խոսում եմ այդ մտադրության մասին եւ համոզված եմ այդ մտադրության մասին խոսում եւ հենց այդ ժամանակը, որ ես հասկացա, որ մենք կոնցեպտուալ սխալ ունենք, որ մենք մտածում ենք, հեսա ուրիշ մեկը գալու է մեզ պաշտպանի այդ վտանգից։ Եվ այդտեղ է, որ մեր քաղաքական ամբողջ բանաձևերը փոխվեց եւ մենք հասկացանք, որ մենք պետք է այդ հարցերը լուծենք։ Ոնց պետք է այդ հարցերը լուծենք։ Հենվելով Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքի վրա եւ այդ ժամանակը եւ այդ վերլուծությունների արդյունքում է, որ ծնվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը պատասխանում է ձեր բարձրացրած գրեթե բոլոր հարցերին։ Ինչ վերաբերում է կարմիր լույսի տակ կանգնելուն եւ չկանգնելուն, դա տեղի է ունեցել անվտանգային միջավայրի փոփոխության արդյունքում։ Անվտանգային միջավայրի փոփոխության արդյունքում։ Ինչ կար չհասկանալու։ Այո, կանգնում ենք, հիմա չենք կանգնում։
որովհետև այդպիսին են անվտանգության ապահովման կարիքները, բայց եթե ձեզ հետաքրքրում է ոչ մի Հայաստանի Հանրապետության եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավար այդքան փողոցներով չի քայլել եւ չի քայլում եւ այդքան բնակավայրերով չի լինում։ Եվ ել չեմ ասում, որ չեմ կարծում, որ տրամաբանական է, որ այո, խնդրեմ կա Հայաստանում խցանումների, չեմ կարծում, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը պետքա բոլոր հնարավոր հանդիպումներից ուշանա այն պատճառով, որ խցանումների մեջ է մնում։ Այո, ես ասել, ել եմ ասում, հարգելիս, շատ բաներ կա, որ մենք ասում ենք եւ այդ ասածը ոչ թե մոռանում կամ հերքում կամ ուրանում ենք, այդ ասածի վրա հասնում ենք այդ ասածին։ Այդ ասածը մեզ համար նոր հարցեր եւ նոր մարտահրավերներ է բերում։ Այո, ես նաեւ ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանից էլ առաջ տասնյակ անգամ չեմ թողել, որ դուք հիշեցնեք, որ ես ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ես եմ տասնյակ անգամներով ասել, այո, ես եմ մարդն եմ, ով այդ ասել է։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եվ սա լավ կետ է։ Եթե չասեի, մենք մնալու ենք այդ թակարդի մեջ, այդ պատանդի կարգավիճակում, որովհետև չէինք հասկանալու տենց էլ լավ ի վերջո մեզ հետ ինչ է կատարվում եւ ինչի է կատարվում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Սիրիկ։ Հենց այդ ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է, թե Արցախը մերն է, հիմա կորցնել չկորցնելու հարցն է։ Մենք լուծել ենք Հայաստանը կորցնել չկորցնելու խնդրի առաջ ենք եղել։ Ես 100 անգամ այդ թեմայով խոսել եմ։ Նորից եթե անդրադառնալու կարիք կա, էլի պատե հառիթով կանդրադառնամ։ Էլ չեմ ասում նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանից առաջ հարցազրույցներում, ելույթներում տասնյակ անգամներով դրան անդրադարձել եմ։ Նույն հարցերը ունեն նույն պատասխանները, բայց ես դեմ չեմ։ Ինչքան ուզում եք հարցրեք, ես համբերատար կպատասխանեմ։ Երբեմն կարող է կրկոտ պատասխանեմ, չնեղվեք։ Դա որևէ անձնական ենթատեքստ չունի։ Շնորհակալություն, Սիրիկ։ Պարոն վարչապետ, դուք բացուցիչ ոչ կարողանացիք դավերացնել